Սիրելիներս ողջույն, ինչպես տեսնում եք, գտնվում եմ Մենձերում, որոշել է ես տեսանյութը օրվա վլոգի մեջ ներառեմ, բայց գիդի եկել ենք Ալեքսիս հետ ու Լիլիթիս հետ, բայց գիդի գեղեցիկ ներկայացնելուց հետո որոշեցի կրկին առանձնացնեմ այս հայտնի քարայրի հայտնի լուսանկարվելու վայրն է, որ հենց այս պահից է, սիրելի հետևորդներ ջան, որոշեցի, որ տեսանյութս առանձնացնեմ, դե գիտեք, գտնվում ենք Մենձերում, Լորվա մարզի, Ալավերդի քաղաքի Սարահարթի սրտում, այսպես ասած, վերջին ոլորանի վրա գտնվում է Մենձերը, քարայր, որտեղ դուք ես լավ ես զգում, քարայր, որտեղ կա և գեղեցիկ տեսարան, են լոռուձորն է ուր հանդիպակաց, ներքևում դեպետը, որ ես վերջում ցավոք սրտի գժվեց ու գիժ ավերածություններ արեց, քարայրում շատ լավ է, շատ հաճելի է, չգիտեմ դուք ոնց ես հնությունը սիրող ու գնահատող մարդ եմ, Մենձերում գտնվում եմ արդեն 4-րդ անգամ, միշտ եկել եմ իմ սիրած, ինձ բարեկամ դարձած մարդկանց հետ, առաջինը եկել եմ իմ քույրիկի հետ, հետո եկել եմ Մանուշակիս հետ, էլի իմ քույրն եմ, իդեպ YouTube-ում էջ ունի, գիտեք, 1000 անգամ ասել եմ, բայց էլի կասեմ, դրանից հետո եկել եմ Նարեկիս ու Ինգայիս հետ և այս անգամ էլ եկել եմ ինձ քույր դարձած Լիլիթիս հետ, սիրելի հետևորդներ ջան, ամեն անգամ գրեթե մի նոր բան այս քարայրում միշտ նկատել եմ, այս անգամ էլ նկատեցի, բացառություն չէր, այս իմ խոսքից հետո արդեն գիդը որ ներկայացնում է, այնտեղ երևում է, որ այս անկյունը նորություն է, ինչպես նաև իմ դիմացում կար Ալավերդի Լուսանահինը կապող, այս կամուրջի քարերի մեջ ջուր կար, հիմա չկա, գիդը բացատրեց, որ քարայրը նոր են բացել, մի խոսքով ջուրը դեռ կլցնեմ, ինչևէ ամեն անգամ, երբ որ ես արթնանում եմ, իմ օրը լավ սկսվում է, ինչ եմ անում, ասում եմ, փառք քեզ Տեր, շնորհակալ եմ քեզ Տեր, ինձ արթնացնելու, իմ օրը գունավորելու, իմ ճանապարհը ապահով պահելու, ինձ լավ մարդկանցով ցույց տուր Լիլիթիս, ինձ լավ մարդկանցով շրջապատելով, ինձ ուժ տալով, էներգիա տալով, շնորհակալ եմ քեզ Տեր, ամեն ինչի համար, շնորհակալ եմ, որ միշտ քո հովանու ներքո ինձ տանում ես այսպիսի գեղեցիկ ճանապարհներով, շնորհակալ եմ, իսկ սրանից հետո արդեն նայենք ու լսենք գիդի ներկայացված խոսքն ու տեսարանը, գնացինք։ Մեծ երկարություն, դա կանճոճաթողներ կարող եք նստել հանգստանալ, այնտեղ փորձում է նաև բան, կարող եք ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ ալկոհոլիկ խմիչքներ խմել, ինչպիսիք են թեյ, սուրճ եւ այլն։ Մյուս ուղղությունը թանգարանն է, թանգարանի վերջին գեղեցիկ պանորամային տեսարան է բացվում դեպի այն հատվածը։ Ունի 80 մետր երկարություն, այնտեղ ցուցադրված են իրեր, լավն հարակից կողերին բնորոշ։ Երեխաների համար 500, ձեզ համար 1000, երեխաների համար 1000, ձեզ համար 2000։ Իսկ աղի տարածքել ունեիք, որն է։ Հա, էդ է։ Դա այդտեղ ավելացրել եք նաև սրճարան, հա, այն անցած տարի չկար։ Անցած տարի էլ եմ եկել չկար։ Լավ։ Ընտրի Լիլ ջան, որը կուզես։ Թանգարան։ Թանգարան։ Հա։ Չէ, Լիլիթ, ես էլ եմ թանգարանից, պատմերը նպատեմ, հետո գնանք այնտեղ հանգստանանք։ Հա։ Ճուզեց, հա։ Սկսենք։ Բարի գալուսք Մենձեր քարայր, ուրախ եմ ողջունել ձեզ այստեղ։
Եկեք սկսենք մեր քարանձավի անվանումից։ Մեն ձերն ասված էլ օրվա բարբարով նշանակում է մեծ քարայր։ Մեր քարանձավն ունի հրաբխային ծագում, առաջացել է լավայի ժայթքումից։ Մյուս կողմը 9-ից 10-րդ դարերում ծառայել է որպես ստորգետնյա գաղթուղի ճանապարհ։ Տեղի բանականները տարբեր ռազմական գործողությունների ընթացքում հենց այդ ճանապարհով են թաքցրել բնակիչներին եւ իրենց համար թանկարժեք իրերը։ Սովետական միության հաստատումից հետո մեր քարանձավը լավ վիճակում չի պահպանվել եւ մի բան էլ վերածվել է անասնագոմի։ 2017 թվականին Պարնյան ընտանիքի շնորհիվ կատարվում են մաքրման աշխատանքներ, որի արդյունքում այս մի կողմը մինչև վերջ բաց է, ծառայում է որպես թանգարան, ունի մոտավորապես 80 մետր երկարություն։ Մյուս ուղղությունն էլ է բաց, որի երկարությունը 200 մետր է, ծառայում է որպես աղի ռելաքսի սրահ։ Այս ճանապարհը ձգվել է մինչև Սանայինի վանական համալիրը, ու եթե փորման աշխատանքներն ավարտին հասցնենք, կհասնենք Սանայինի վանական համալիրին։ Ոյ, մալադեց։ Առաջանում։ Այստեղ ցուցադրված են այն իրերը, որն օգտագործել է սովորական ուղղակի մարդը։ Բաժակներ, լամպեր, եւ էլի փոքրիկ ավաններ։ Այստեղ կար մեքենան է եւ բոլորիս հայտնի Արթուրը։ Արթուրը լորվա բարբարով ասել են Պետրով աշխատող։ Այն աշխատել է շիկացած ածուխով։ Եվ երբ կորցրել է իր ջերմությունը, Արթուրը պարզապես թափահարել են եւ շարունակել են աշխատանքը։ Այս անցքերի շնորհիվ ոդի հետ փոխաստել է ու էլի ջերմություն ստացել։ Ստատիկիս մեր տանն էլ կա սրանից։ Սրանք էլ ստանալու համար նախատեսված իրեր։ Սան դերքով բուրդը գզել են, իլիկով թելը մանել, ճախարակով թելը հավաքել։ Ստացված թելից պատրաստել են ձեռագործ իրեր, մեզ մոտ ցուցադրված են գուլպաները։ Կշերքներն են լծակավոր եւ նժարավոր։ Կշերքները, կշերքը եւ զենքը հայտնաբերվել են քարանձավի ընթացքում, գտնվել են քարանձավի մեջ։ Ունեն մոտավորապես 100-ից 150 տարվա պատմություն։ Սա բոլորիս հայտնի երկանքը նախատեսված է ալյուր պատրաստելու համար։ Վերևի փուչ հատվածում լցրել են ցորեն, պտտելով ստացել ալյուր։ Ստացված ալյուրը մաղել է մաղելի օգնությամբ։ Այսպիսի անցքերը նախատեսված են ավելի խոշոր հացահատիկի համար։ Ստացված ալյուրից այս տաշտերի մեջ պատրաստել են հասի համար խմոր կամ էլ թթխմոր։ Օրորոցներն են, ինչպես տեսնում եք, բավականին գույն են, չունեն կողահենակներ։ Եվ որպեսզի երեխան քնելու ընթացքում չընկներ, երեխային նախ բարուրել են, հետո կապել օրորոցից։ Փայտի հարմարանքը անվանում ենք շիբեկ, ըստ ձեզ դա ինչը կլինի։ Ես գիտեմ, բայց թողի յանք ասեն։ Որտե մի ուրիշ քարանձավի նման տեղ էլ եմ եղել Խնձորեսկում, գիտեմ, դա ինչ է։ Հա, այսօր մի քանի ժամ առաջ Չէ, այսօր չէ, շուտ ենք եղել։ Հա, այսօր էլի մարդիկ եկան, ասեցին, որ սա Խնձորեսկում տեսել եմ եւ գիտեն դա ինչն է։ Գիտեք երեխեք ինչն է։ Ինչն է։ Այսօրվա տակտիկն է։ Ահա, ես ուզում ասեմ պամպերսն է։ Ես ուզում եմ բարեսը։ Էս շիբեկա։ Փայտի։ Ինչը դուք։ Բայց այդ ինչ են անում շարիկով, որ Օրոցի ծակ ունեցել, մի կողմը դուրս են հանել, այն մի կողմն Հասկացա։ Հասկացա։ Որ փիղենորն արեց դրանից։ Եվ լավ ես չես նեղում։ Հա, դուստը չես նեղում։ իրերը եւ սպասքը։ Սրանք են փայտը մշակելու համար հատկացված իրերն են։ Վանդաներն են իրենց տեսակներով փայտի համար գեղեցիկ նախշ անելու համար սրանք։ Հա, դրանք նորությունն է, չէ՞, անցած տարի չկար այս վանդան։ Էլի Սրանք էլ է, հա։ Սղոցներն են։ Այս անկյունն է նորությունը։ Ինչը։ Կասկաներն են ապահովության համար, եթե հյուրերը ցանկանան դնել։ Հա, գլխին որ դնում։ Սա Սանայինի կամուրջի եւ Դեբետ գետի փոքրիկ մարգետն է։ Սանայինի կամուրջը կառուցել է հայ թագուհի Վաներին, ի պատիվ իր ամուսնու Աբասի 13-րդ դարում։ Այստեղ էլ դարձին իրերն են վարարանը եւ Ֆուքսը։ Ֆուքսը 1460 թվականին եկարվել Պովի դաշտից, նախատեսված է վարարանի շտատը թեժացնելու համար։ Այստեղ է բերվել Արչիս գյուղից։ Արտիս։ Հավեսացը։ Բնության հրաշալիք ծառը։ Ծառը բնության հրաշալիքին կանվանում, որովհետև, ինչպես որ կնկատեք, ծառի արմատները սերտաճել են քարերի վրայով։ Ծառը տեսակով ուզենի է, բերվել է այստեղ Քոբայրից։ Այստեղ կարող եք նստել նկարներ անել ապահովում։ Մերսի շատ։ Մենք էլ ենք։ Մամա, շուշակ են չի ամարին դրել։ Ուղղակի Ալեքսը։ Ah,
Հա։ Ձմռանից հետո։ Հա։ Դեռ չեն թողել։ Ես հիշում էի, որ ջուր կար, չէ։ Եթե գուգլում էլ Հա, չէ, ես Google-ով չէ, մի 3 անգամ եկել ենք ու այս առաջինն է, որ ջուրը չկա։ Իրան լցնում եք փաստորեն։ Հա, հա, տեսա, լավ, տեսա։ Կարասն են նկարել։ Այս հենց հաջորի բավականություն ստանալուց հետո էլի կմնանք, բայց մեր խումբը կա, թողում ենք ու գնում ասում ստեսություն։ Գնաց։ Գնաց։